Անգամ եւս Փայրիս բոլորին բարի եկած ենք բոլորս Աստծո տունը։ Այսօր հոգեկալուստ է։ Եվ հոգեկալուստը այնպես պատահական օրը չէր, որ եղավ, այլ խոստում մներ, որ կատարվեցավ։ Եվ հոգեկալուստը դոնախմբություն է, որովհետև այնպես կհասկացվի, այնպես կտվի, որ հոգեկալուստը եկեղեցվո ծննդյան օրն է։ Ուրեմն այսօր դոնախմբություն է։ Ինչու այդպես կտվի։ Ինչ է հոգեկալուստը։ Որ կհավատանք, որ եկեղեցին այդ օրը ծնունդ արավ։ Եվ մինչև այսօր կգոյատևե։ Երբ Հիսուս իր աշակերտներուն կպատրաստեր իր չարչանակներուն խաչելության և հարության մասին անոնք շատ բան չէին հասկնար, մինչև որ կատարվեցավ այդ բոլորը։ Բայց անոնց մեջ դրդմություն մգուքար, որովհետև Հիսուս անոնց կտեղեկացներ, որ իրենց մեջ պիտի բաժնվի։ Եվ որպես այդ դրդմությունը Հիսուս թեթևցներ, սկսավ բացատրել իրենց, որ թեպետ ինքը պիտի հեռանա իրենց մեջ, բայց ուրիշ կերպով անոնց հետ պիտի ելնա։ Եվ անոնց խոստացավ ղրկել իրենց Սուրբ Հոգին։ Եվ այդ իր խոստումը կատարվեցավ իր համբարձումեն 10 օրեր վերջ միայն։ Հիսուս առություն արդեն հետ կանոնց երևցավ գիտենք և 40 օրեր իր աշակերտներուն հետ մնաց և անոնք վայլեցին Հիսուսը։ Իսկ երբ որ գահամբարձեր, Հիսուս իր աշակերտները մտահոգված էին, որ երբ պիտի վերադառնա։ Եվ անոնց պատասխան տվավ և ասավ, ցեզի չի վերաբերիր ժամերը և ժամանակները։ Բայց դուք երբ Սուրբ Հոգին կառնեք, ինձի համար վկաներ պիտի ելաք։ Երուսաղեմի մեջ, Սամարիայի մեջ, Հրեաստանի մեջ և երկրի բոլոր ծայրերը։ Անորոմար անոնց պատվեր տվավ Երուսաղեմեն չհեռանալ, մինչև որ Սուրբ Հոգին ստանան, և Աստծո խոսքը մեզի գսե, որ հաջորդ 10 օրերում մեջ առաքյալները և աշակերտները Հիսուսի մորը Մարիամին հետ միշտ կհավաքվեին, միապանությամբ աղոթ կրեին։ Եվ երբ որ Պենտեկոստեի օրը հասավ, Պենտեկոստեն այն օրն է, որ հրեաները կդոնեն իրենց հունցքի տոնը, և որ իրենց առաջին հունցքը Աստծո առջև կբերեն և կնվիրեն։ Ճիշտ այդ օրը Սուրբ Հոգին եկավ աշակերտներուն վրա, որոնք հավաքված էին։ Եվ այդ մեկշաբթի օրը, այդ գիրագի օրը, որ աշակերտները աղոթքի մեջ էին, դրամատիկ թեփք տեղի ունեցավ։ Ինչպես որ քիչ առաջ կարդացինք փոխասած ընթերցումին մեջ, Գործալակերոց 2-րդ գլխուն առաջին համարներուն մեջ, որ մինչ անոնք միապանությամբ գաղոթեին, հանգարձակի փոթորիկի ցայն լսվեցավ, հովի ցայն լսվեցավ, և իրենց աղոթած տեղը լեցուց այդ ցայնը։ Եվ Աստծո խոսքը մեզի գսե, որ անոնց գլուխին վրա
լեզուները սկսան իջնել, կարծես թե գփրնգի գոր, կարծես թե գրակ կա այդ լեզուները, գայրի գոր այդ լեզուները։ Եվ սկսան անոնք Սուրբ Օքիով լեցվիլ եւ Աստուծո պարապանել։ Բայց հրաշք մնալ տեղի ունեցավ։ Այդ իրենց կոց վիճակեն դուրս ելան եւ սկսան քարոզել այն լեզուներով, որ իրենք չէին սորված։ Եվ այնտեղ, որովհետև հրեական տոն էր, հունցքի տոն էր, շատ մը երկիրները եւ շրջանները հրեաներ եկած էին այնտեղ։ Հունցքի տոնը տոնելու համար։ Բայց այդ մարդիկը իրենց անձնական լեզուներ ունեին։ Ինչպես Գաբաթովյան, ինչպես Ասիայեն, ինչպես արաբական երկիրներեն, Լիբիայեն, զանազան շրջանները մարդիկ, որ իրենց անձնական լեզուներ ունեին։ Եվ որ լսեցին, որ աշակերտները սկսած են քարոզել, հանգարց սկսան լսել, որ իրենց քիծած լեզուներով անոնք կքարոզեն, որ եւ Աստծո անունը կփարապանեն որ։ Եվ շատերը ասին, որ ասոնք քինովցած են։ Իսկ շատերն զարմացան, որ ինչպես այս քալիլիացի մարդիկը, որ շատերը ցկնորս էին, շատերը դքետ էին, ուրգե սորված են այս լեզուները։ Բայց իրենք չէին սորված, այլ հրաշք մներ, որ գգադարվեր։ Եվ Աստծո խոսքը մեզի գսե, Պետրոս ելավ եւ քարոզեց։ Եվ այդ օրը 3000 հոգիներ քրիստոնյա դարձան։ Մեկ օրվան մեջ։ Որովհետև Աստծո զորությունը այդքան հզոր էր, այդքան իրական էր, այդքան Սուրբ Օքիի կորձը իրենց աչքերուն արջերներ եւ իրենց ականջներով գլսեին որ չիգրցան դոգալ եւ հագարակ գնալ այլ խոնարեցան եւ ընդունեցին Աստծո խոսքը եւ Պետրոսի աղաչեցին եւ ասին ինչ ունենք եւ Պետրոս իրենց հանդիմանից եւ ասավ այդ Հիսուսը որ երկինքեն եկավ դուք խաչեցիք եւ անոնց մեջ շատեր զղջացին անոնց մեջ շատեր հավանաբար գային այն 5 շաբթին այն ավակ 5 շաբթին որ Բիղադոսի արջևսին որ խաչը հանե ադիգա բայց Պենտեկոստեի օրը Աստծո խոսքը մեզի գսե անոնք զղջացին եւ ասին ինչ ենք մարդիկ եղբայրներ եւ Պետրոս պատասխան տվավ եւ ասավ դարձի եկեք ապաշխարեցեք մգրդվեցեք եւ Սուրբ Օքին մի ընդունիք որովհետեւ խոստումը ցեզի է ցեր սերունդներուն է եւ անոնց մեջ շատեր դարձի եկան եւ փրկվեցան եւ 3000 հոգիներ այդ օրը եկեղեցին ավելցան այստեղ կպատահեցավ որովհետեւ Հիսուս խոստացած էր եւ այդ խոստումին ամբողջական բացատրությունը դրավ իրենց ներողություն վերջին ընտրիկին երբ Հիսուս պիտի քանի մժան վերջ պիտի ցերպակալվեր պիտի չարչարվեր եւ պիտի խաչվեր վերջին ընտրիկին շատ բաներ տեղի ունեցան եւ ադիգա մենք կգարտանք մասնավորապես Հովանու ավետարանի մեջ վերջին ընտրիկին Հիսուս իր աշակերտներուն ոտքերը լված ապա մեջտեղ հանեց որ ով պիտի մատնեզինք ընտրիկ ունենալ են վերջ եւ երկայն ուսուցում մտավ խոսեցավ Սուրբ Օքին մասին եւ ադիգա կգարտանք մենք Հովանու ավետարանի 14-րդ գլխուն մեջ եւ ապա այնտեղեն կացին
ուրիշ տեղը եւ Հիսուս շարունակեց իր ուսուցմունքը եւ խոսեցավ այն նյութին մասին, որ գսե ես եմ որդադունգը ու դուք եք ջուղերը։ Անդիգա Հովանու 15-ին մեջն է։ Իսկ ատկեյետ Հիսուս հրավիրեց իր աշակերտերուն աղոթելու եւ կացին Գեթսեմանի վարդեզը։ Ինքը եւ իր ամենամոդիկ 3 աշակերտները՝ Պետրոսը, Հովանեսը եւ Հակոբոսը։ Ատկյանցին պատմությունը գիտենք։ Այդ երեկո էր, որ Հիսուս խոստացավ իր աշակերտերուն եւ ասավ. «Ցեզի մինակ չեմ ցիկեր»։ Ես կերտամ որ, բայց ցեզի մինակ չեմ ցիկեր։ Որքան դժվար բան է կյանքի մեջ մինագը լալը։ Մինագությունը դժվար է։ Մենք մարդ արարածս ստեղծված ենք իրարու հետ հաղորդակցելու։ Եվ որ հաղորդակցությունը կգդրվի մեր կյանքին մեջ, մինագությունը կարծեք քաղցկեղի պես մեզի գուդե։ Բայց Հիսուս կխոստանա որ իր աշակերտներուն կխոստանա եւ գսե ցեզի մինակ չեմ ցիկեր։ Մինագության մեջ վախ կրնալալ։ Մինագությունը դգարություն կբերե մեզի։ Անորոշության մեջ կլանք։ Մինագության մեջ անոր համար կհավաքվենք։ Անոր համար կհաղորդակցենք իրարու հետ։ Որքան կարևոր է ուրեմն եկեղեցին, որքան կարևոր է իրարու հետ հավաքվելը, իրարու հետ հարաբերելը, իրարու հետ հաղորդակցելը։ Թյուրին բան չէ։ Բայց Աստված մեզի կկանչե իրականացնելու, որովհետև իր շնորհքը մեզի հետ է։ Շատ անգամներ դժվարություն ունենք մենք մեր դունին մեջ իրարու հետ հարաբերելու, իրարու չենք հասկնար։ Որ մնաց որ մեր դուներեն դուրս։ Բայց Աստծո շնորհքը հզոր է եւ զորավոր է։ Որ գուտա անոնց որոնց կխնդրեն եւ անոնք որոնք կփապակին եւ գուսեն։ Եվ այն ժամանակ մենք կարողանանք իրարու հետ հարաբերել։ Աշակերտներն ալ նույն զուգին մեջ ինքան։ Շատ անգամներ իրարու հետ խնդիրներ ունեին։ Բայց Սուրբ Հոգի կալուստեն վերջ շատ բաներ փոխվեցավ։ Անոր համար մենք մինակ չենք։ Այնինչ որ Աստված դված է մեզի իր Սուրբ Հոգին, անիկա մենք կրնանք օգտվել իր ներկայութենեն եւ իրարու հետ հաղորդակցել Սուրբ Հոգի մաքրությամբ, Սուրբ Հոգի սրբությամբ։ Հիսուս խոստացավ մեզի մինակ չցիկել։ Աստված ներկա է իր Սուրբ Հոգիովը։ Ով է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին երրորդության երրորդ անձնավորությունն է։ Սուրբ Հոգին ուժ չէ, զորություն չէ, աներևույթ հոգի չէ, այլ Աստուծո ներկայությունն է։ Սուրբ Հոգին սկիզբն էր, հավիտենականութենեն, երբ որ մենք մեր սուփիկը կպանանք, առաջին համարի մեջ, առաջին երկրորդ համարի մեջ կգրե արդեն Աստծո Հոգին գսե ճուրերուն վրա գծպար, երրորդ համարի մեջն է որքան գեիշն, երրորդ համարի մեջ, Աստծո Հոգին ճուրերուն վրա գծպար։ Աստված ներկա է իր հոգիովը սկիզբեն։ Անոր համար Սուրբ Հոգին անձնավորություն է եւ հիմա պիտի տեսնենք ինչպես ինչ կնե Սուրբ Հոգին։ Ինչ որ գարտացվեցավ այստեղեն քիչ առաջ այդ հատվածին մեջ կարևոր գետեր կան։
Եվ այսօր պիտի փափակիմ ցեզի հետ բաժնեկցել 3 կետերու մասին։ Գարտանք Հովանու ավետարանի 14 գլխուն 16 եւ 17 համարները։ Այսպես կսե Հիսուս. Ես ալ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչը պիտի դա ցեզի, որբեսի հավիտյան ցեզի հետ փնագի։ Ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի գտնար ընդունել։ Վասնզի չի տեսներ զանիգա ու չի ճանչնար զանիգա, բայց դուք գճանչնակ զանիգա, վասնզի ծեր քով գփնագի եւ ծեր մեջ բիդի ըլլա։ Հիսուս կխոստանա իր Սուրբ Ոգին դալ ղրգել իր աշակերտներուն եւ այսպես կգոչե զանիգա ուրիշ մխիթարիչը։ Ուրիշ մխիթարիչը։ Ով էր առաջին մխիթարիչը, որ հիմա Հիսուս ուրիշը պիտի դա իրենց։ Առաջին մխիթարիչը ինքն էր, որ իր աշակերտներուն հետ մնաց։ Եվ անոնք մխիթարվեցան, անոնք առաջնորդվեցան, անոնք սոլվեցան, շատ անգամներ հանդիմանվեցան, անոնք ուսուցանվեցան, աշակերտ դարձան։ Եվ հիմա Հիսուս կսե ես կերտամ, բայց ուրիշ մխիթարիչը կղրգեմ ցեզի։ Երրորդ անձնավորությունը։ Ինչ կնշանակե մխիթարիչ, կնշանակե օգնական, կնշանակե մեկը որ քեզի կպաշտպանե, կնշանակե մեկը որ քու գողքիդ կեցած է։ Մխիթարիչ կնշանակե մեկը որ քեզի կքաչալերե, մեկը որ քու յետևետ կհրե, որովհետեւ արջև երթաս, մեկը որ քու ցերկետ կփռնե, որովհետեւ չինաս։ Սուրբ Ոգին այս բոլորը գնե մեզի։ Եթե Սուրբ Ոգին չլար, աշխարհի վրա եկեղեցի գոյություն չեր ունենար։ Եվ մենք ալ հոս չէին գլար։ Եվ անոնք որոնք մեզի գտիդեն որ մեզի չէին տիդեր։ Եկեղեցին շարժողը եւ եկեղեցին գանքուն եւ գանքի մեջ փերողը Սուրբ Ոգին ինքն է։ Այն ներկայությունն է, որ Հիսուս խոստացավ եւ գադարեց։ Ինչ որ Հիսուս սկսավ, Սուրբ Ոգին շարունակեց։ Անոր համար այն բոլոր հատկությունները, որ հիշեցի քիչ առաջ, որ Սուրբ Ոգին օգնական է, մեզի հետ կգալե, մեզի կսորվեցնե, ասոնք ուժիմը, զորությանը հատկությունները չեն, ասոնք անցիմը հատկություններն են։ Անոր համար Սուրբ Ոգին անց է, անձնավորություն է։ Մեզի կսորվեցնե, մեզի կառաջնորդե, մեզի կմխիթարե, մեզի կհանգստացնե, մեզի կզորացնե, մեզի կհամոզե, մեզի կօգնե։ Այս բոլորը անցիմը հատկություններ են։ Անոր համար թեպետ մենք դգարանանք, զորություն դվող ունենք։ Անոր համար երբ որ ինանք, մեզի հանող ունենք։ Անոր համար երբ որ ցավի եւ դարաբանքի մեջ ենք, մեզի մխիթարող ունենք։ Եվ այն ալ Աստուծո Սուրբ Ոգին է։ Երբեք առանցին չենք։ Աստված մեր գողքին է։ Նույնիսկ մեր սուքին մեջ, մեր ցավի մեջ, մեր դարաբանքին մեջ, մեր հիվանդության մեջ, մեր ցախողության մեջ, մեր փորձություններուն մեջ, մեզի թեմ ադելության մեջ, հարցագումի մեջ, մենք մինակ չենք, Սուրբ Ոգին մեր գողքին է։ Ուրեմն առաջին գետը այն է, որ Սուրբ Ոգին մեր մխիթարիչն է, որ այս բոլոր բաները գնե մեզի։
Երկրորդ կետը։ Եկեք միասին կարդանք 26-րդ համարը։ Հովաննու ավետարան 14:26։ Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ հայրս իմ անունովս պիտի ղրգե, անիգա ցեզի բոլորը պիտի սորվեցնե, ու ինչ որ ցեզի ըսի, մտքերնիդ պիտի փերե։ Սուրբ Հոգին մեզի Քրիստոսի գարաչնորդ է։ Մեզի կհիշեցնե անոր խոսքերը։ Գաշխատի մեր մտքերուն մեջ եւ մեզի գսորվեցնե։ Գսորվեցնե զանազան դեսագի տասերով, գսորվեցնե թեփքերով, գսորվեցնե փորձառություններով, գսորվեցնե մտիգներով, գսորվեցնե մեզի եւ կգարտանք խոսքը։ Սուրբ Հոգին իր զանազան ծևերը ունի, ջամփաներ ունի, որովհետեւ իր եկեղեցին, իր հավատացյալներուն, իրեն հավատարիմ եղողներուն սորվեցնե, գհիշեցնե մեզի, իր խոսքը գհիշեցնե մեզի։ Սուրբ Հոգին մեր միտքը գպանա Աստծո խոսքին առջև, որովհետեւ ինչ որ կգարտանք, հասկանանք։ Ղուկաս ավետարանի վերջավորության ավետարանիչը մեզի գսե, որ աշակերտներուն մտքերը բացվեցան, որովհետեւ իրենք իրենց կարդացածները հասկանան։ Ասիկա Սուրբ Հոգին գնե։ Եթե Աստծո Հոգին միտքը չի փանա, չես կնալ հասկանալ։ Եվ երբ Աստծո Հոգին միտքը կփանա, գիտես, երբ որ դու գուզես, երբ որ դու գխնդրես, այնպես չէ որ ցերկերից կրբանից կտնենք, գնստենք եւ գսենք որ հայդե Աստված իմ միտքը ստող բանա։ Աստված այդ տեսակի մարդոց միտքը չի բանար։ Մինչև այն ադեմ որ չի գդրվիս Աստծո առջև, չի խոնարհիս եւ չի խնդրես իր մե, չես ստանար։ Չես ստանար։ Բագաս կմնաս, գբաքսիս և բագաս եղողը աղքատ կմնա, հոգևոր կյանքիդ մեջ աղքատ կմնաս և որքան պետք ունիս այդ աղքատության մեջ Աստուծո ողորմության միան, որպեսզի հոգիդ կոնե փրկես։ Բարավի չէ որ Աստծո խոսքը գսե շատերը գսե որպես թե գրագի անցնելով, գրագի մեջ են անցնելով պիտի փրկվին։ Հոգևոր կյանքի աղքատությունը քեզի վտանգի տակ կտնե, քո հավիտենական կյանքդ վտանգի տակ կտնե։ Անոր համար խոնարհիր Աստծո առջև։ Քու եսի թեմ բայկարիր, քու հպարտությունը թեմ բայկարիր, հպարտությունը ամենե մեծ թշնամիտ է։ Հպարտը պիտի չստանա։ Հպարտը չստանար։ Միան խոնարհն է, որ կստանա։ Պատրաստ ես քու եսի թեմ բայկարելու։ Պատրաստ ես քու հպարտությունը գդրելու, որպեսի մուրացկան չաբրիս։ Աստծո Հոգին մեզի կօգնե, երբ որ մենք դգար ենք։ Շատ անգամներ, երբ որ մենք ֆիզիկապես դգար ենք, հիվանդ ենք, շատ հիվանդություններ բուժում չունին, Ճիշտ այնտեղն է, որ Սուրբ Հոգին խորապես կգործե մարդուն մեջ, որովհետև այդ բարակային է, որ եսը արդեն մեռած կլա։ Աստված կգործե մեր մեջ, երբ որ կխնդրենք իր մեջ եւ կգանչենք իրեն։ Փամա ավտոմատիկ չլար։
Պամը ինքն իրեն չլար, բայց պետք է գդրվինք Աստծո առջև։ Մեզի կհիշեցնե իր խոսքը։ Անոնը ման իր աշակերտներուն ասավ, բայց երբ ցեզ մատնելու դանին առաջվնե հոգվի ընեք եւ մի մտածեք թե ինչ պիտի խոսիք, հաբա այն ժամուն ինչ որ ցեզի պիտի դրվի, զանիգա խոսեցեք, վասնզի ոչ թե դուք եք որ պիտի խոսիք, հաբա Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին օգնական է։ Երբ որ մենք նեղության, դժվարության եւ դարաբանքի մեջ ենք, երբ Սուրբ Հոգին ունենք, մեզի օգնական է, մեզի կհիշեցնե, մեզի կզորացնե։ Ուրեմն Սուրբ Հոգին երկրորդ կետը մեր մտքին մեջ կաշխատի, մեզի կսորվեցնե, մեզի խոսքը կհիշեցնե։ Երրորդ կետը 27-րդ համարը, Հովհաննես ավետարանին 27-րդ համարը, խաղաղություն գտողուն ցեզի, իմ խաղաղությունը սկուդամ ցեզի, ոչ թե ինչպես աշխարհը սկուդա, ես ցեզի գուդամ, սրտերնից չխռովի ու չվախնա, խաղաղությունը սկուդամ ցեզի։ Սուրբ Հոգիի խաղաղությունը, որ ներքին խաղաղություն է, ամեն տեսակի խաղաղությունները շատ ավելի բարձր է, որ գախյալ չէ արդակին վիճակներեն։ Հավատացյալի ներքին ունեցած խաղաղությունը գախյալ չէ իր արդակին բարականերեն։ Գրնա արդակնապես շատ դժվար բարականերու մեջ լալ, բայց ներքին խաղաղությունը շատ ավելի բարձր է անոնցմե։ Նայեցեք ճիշտ հագարակն ալ նույնն է։ Շատերը կան, որ իրենց կյանքի բարակաները շատ խաղաղ են եւ շատ հանդարտ են, ամեն բան իր դեղին է, բայց մեկ հատ իրենց ներսը հարցուցեք, իրենց ներսը գրնա թժող կլալ։ Հավատացյալի համար դուրսի բարակաները չեն, որ գորոշեն իր ներքին խաղաղությունը։ Երբ Սուրբ Հոգիով կզորանանք, այն ժամանակ այն խաղաղությունը, որ Հիսուս կխոստանա, այն ժամանակ կգնանք ունենալ։ Առանց Սուրբ Հոգիի չենք կրնար ներքին խաղաղությունը ունենալ։ Ինչալ ըլլան մեր բարակաները։ Ասիգա ներքին փորձառություն մնե։ Հիսուս կխոսեր իր արգյալներուն, որ քանի մժամ վերջ պիտի փախեին, քանի մժամ վերջ մեկը պիտի ուրանար, քանի մժամ վերջ ամեն մարդ պիտի փախեր եւ պիտի բահվդեր, թուրը պիտի կոծեր իր վախեն, լերները պիտի ելնեին, թաշտերը անդարներու մեջ հոն պիտի մնային, բահվդեին։ Հիսուս այդ մարդոց խոսեցավ և խոստացավ իր հոգին դալ, իր հոգին ղրգել։ Մենք ալ կյանքի մեջ կրնանք թիմակրավել այս տեսակի փորձառություններ, որ մեր առջևը դժվար բարականեր կան, որ մեզի կթողացնեն, որ մեզի կվախցնեն, բայց Աստծո հոգին միշտ պատրաստ է մեր կողքին գնալու։ Սուրբ Հոգին պայման չէ, որ մեր բոլոր խնդիրները լուծե, դե պետք կրնա լուծել։ Բայց Սուրբ Հոգին այդ մեր խնդիրները, մեր մարտահրավերները, մեր դժվարությունները կգործածե, որովհետև մենք Քրիստոսի խաղաղությունը խնդրենք, փնտրենք եւ ուզենք ունենալ։ Այսպես գաջինք մենք։ Եթե ամեն բան խաղաղը լա, ամեն բան թյուրինը լա, մեր կյանքի մեջ չենք աճիր, չենք մեծնար։ Այսպես գաջինք։ Հոգևոր կյանքը այսպես կմեծնա, այսպես կհասուննա, այսպես գաջի։ Անորոմար Աստված գիտե իր գործը, գմնա որ մենք վստահին գիրեն։ Սուրբ Հոգին
Եվ իր ներկայությունը մեզի կհիշեցնե, որ Քրիստոս գշարունակե իր գործը։ Իր գործը մեր մեջ, իր գործը եկեղեցին մեջ, եւ իր գործը ամբողջ աշխարհի երեսը։ Սուրբ Հոգին մեզի կօգնե, մեզի կսոլվեցնե, մեզի խաղաղություն կտա։ Երբ Սուրբ Հոգին ունենք, մենք երբեք մինակ չենք, մենք նկար չենք, մենք առանցին չենք, մենք լքված չենք։ Անորոմար սիրելիներ, մեր մեջ միշտ փափակ պետք է լա, մեր մեջ միշտ ծարավ պետք է լա, Սուրբ Հոգի ներկայության մեր կյանքի մեջ։ Եթե չի խնդրենք, չենք ստանար։ Բայց որովհետեւ խնդրենք, պիտի աղաչենք եւ պիտի գդրվենք Աստծո առջև։ Մեր բոլոր հբարդութենեն, մեր բոլոր եսեն։ Եկեք աղոթենք։ Ով Սուրբ Հոգի Աստված, շնորհակալ ենք, որ Դու ներկա ես։ Եվ Դու Աստուծո երրորդ անձնավորությունը կգործես եկեղեցին մեջ, կգործես քու զավակներուդ մեջ։ Անորոմար գաղութենք ով դեր, որ Դու կաս եւ մեր մեջ փնագիս, մեր մեջ լեցվիս, որովհետեւ կարողանանք մենք քու Սուրբ Հոգիով ապրիլ, քու Սուրբ Հոգիով գործել։ Շնորհակալ ենք քեզ մեզ։ Ով Սուրբ երրորդություն, որ Դու մեզի մինակ չի թողեցիր, այլ եկար քու Սուրբ Հոգիով փնագելու մեր մեջ։ Անորոմար գաղութենք, որ մեզ ամեն մեկուն մեջ այդ զարավը եւ այդ փափակը տնես, որովհետեւ լեցվենք Սուրբ Հոգիով եւ ապրենք քու Սուրբ Հոգիով։ Փառք, բադիվ, երկրպագություն միայն քեզի կվայելե։ Ամեն։